պատճառներ չկան, ամենայն դեպս իրավական հիմքեր չեն հայտնաբերվել։ Հետո 23 թվականին արդեն Պրահայից հետո ասացիք, որ ճանաչում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անկլավները ներառյալ, եւ այդ ժամանակ դեռ երկու այսպես սցենար առաջարկեցիք, կամ փոխանակում, կամ փաստացի վերահսկողության պահպանություն։ Հիմա դուք գրավում եք արել, որ պետք է վերադարձնենք Արցախը եւ օկուպացված մյուս տարածքները։ Ինձ հետաքրքիր է բանակցային գործընթացում այս մասով արդյոք կա նորություն եւ արդյոք սցենարներից մեկի մասով կա համաձայնություն, որ դուք այդպիսի գրառում եք արել։ Ես այդպիսի գրառում արել եմ, որովհետեւ չեմ կարող այդպիսի գրառում չանել, որովհետեւ չի կարող Հայաստանի Հանրապետության որևէ ներկայացուցիչ, որևէ վարչապետ հրաժարվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրակարգից եւ այդ գրառումը հաստատումն է ակնհայտի։ Ինչ վերաբերվում է սցենարներին, սահմանազատման գործընթացի ճանապարհով մենք ասել ենք նաեւ, որ մենք արդեն իսկ մեր գրավոր ստանձնած պարտավորություններին հավատարիմ ենք եւ ուժային որևէ սցենար բացառում ենք ուղղակի։ Ինչ վերաբերում է սցենարներին, սահմանազատում պետք է տեղի ունենա եւ նախ սահմանազատման արդյունքում պետքա արձանագրվի, ինչ պետքա տեղի ունենա սահմանազատման արդյունքում։ Սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմատի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը։ Երբ որ տարածքային ամբողջականության ուրվագիծը կվերականգնվի, այդ ժամանակ արդեն մնացած բոլոր կոմբինացիաները եւ կարձանագրվի, այդ ժամանակ արդեն բոլոր հնարավոր կոմբինացիաները եւ վարիացիաները կքննարկվեն։ Եվ ես ուզում եմ ասել, որտեւ դա էլ է շատ քննարկում, ես հիմա դա հասկանում եմ, որ օրինակ քննարկվում է, որ նույն Արցախի դեպքում ավելի լավ է այլ սցենարների գնալ եւ այլն, որևէ մեկը չի կարող այլ սցենարի գնալ առանց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի արտահայտման։ Ես ուզում եմ, եթե խոսքը գնա դրա մասին, եթե խոսք գնա տարածքի փոխանակման մասին, դա հստակ է, որ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշման դա հնարավոր չի անել։ Ընդ որում իրավաբանների գնահատականն է այս պահի դրությամբ, ես նույնիսկ եթե խոսքը ուղիղ հանրաքվեի մասին չլինի, առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համաձայնության դա չի կարող պարզապես տեղի ունենալ։ Ինչ վերաբերվում է սահմանազատման գործընթացի վերաբերյալ ամբողջ իրավական շրջանակը, ընդ որում դե յուրե բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ ունենք, ներողություն, դա երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է, որը եւ այդ շրջանակում աշխատանքներ պետքա տեղի ունենան եւ իմիջայլոց ասեմ մնացած ամեն ինչն է հնարավոր կոմբինացիաները լայն շրջանակով իհարկե այնտեղ նկարագրված են եւ իմ ասացի մեջ որևէ նոր էլեմենտ չի ավելացել։ Իմ ասածը ամբողջությամբ տեղավորվում է նախկինում իմ ասածների մեջ։ Երբ որ խոսում ենք Արցախի վերադարձնելու մասին, տպավորություն է, որ սցենարների մասին կոնկրետ համաձայնություն։ Ոչ, չկա սցենարների մասին կոնկրետ համաձայն։ Հերթով, ներողություն։ Ոնց պայմանավորվում։ Պարոն Փաշինյան, ի հավելում գործընկերոջս արդեն մենք նախ գիտենք, որ Տիգրանաշենը եւ Արցախաշենը թե ռազմավարական առումով, տեսրածիկական այդպես նույն նշանակությունը չունեն, այսինքն այս դեպքում մեծ խնդիրներ են առաջանալու եւ արդեն իմ հարցը կխնդրեմ նաեւ անդրադառնալ պարոն Փաշինյան, Ադրբեջանի արտգործնախարարն էր ծավալուն հարցազրույց տվել եւ հիմնական էր ասածը սա էր, որ սկզբում բանակցությունները եղել են կոնստրուկտիվ, իսկ հետո ինչ որ փուլում դուք կտրուկ տեսակետ եք փոխել, այլ դիրքորոշումներ եք հայտնել, ինչն էլ հանգեցրել է այն իրավիճակին, որը այսօր է ցավալի իրավիճակին, որը ունեն խոսքը պատերազմի կորուստների մասն է, սրա վերաբերյալ ինչ կասեք, ու երբ որ հետաացեք գնում, օրինակ նա նաև մեծ բերեք ձեր նույն ելույթը, Ստեփանակերտում, Արցախը, Հայաստանը եւ վերջ։ Գիտեք, ես այդ ելույթին ես անդրադարձել եմ ընդ որում շատ մանրամասն քաղաքացիական պայմանագիր կուսակցության
7-րդ համաժողովում, այսինքն այդ անդրադարձը հրապարակային ընդ որում ուղիղ եթերում տեղի ունեցել, նշանակում է ինքը ժամանակի այս ձեր նշած շրջանում գոյություն ունի, ինչ վերաբերում է առավել եւս գիտեք միջ պետական հարաբերություններում եւ խոսակցություններում բանավոր խոսակցություններին հղում անելը ինքը առանձնապես լավ ժանր չէ, որովհետեւ կարելի ասել մեկը սենց ասեց ներքինում էլ լավ ժանր չի, ընդհանրապես պետք է դրանից իմիջիալը լավ գաղափար տվեցիք, հետաքրքիր է, այն մեր խոսակցությունը միջև մտքովս չէր անցել, ձայնագրված է, թե ձայնագրված տեսնենք, որովհետև 2018 թվականին ցավոք դրա մասին խոսել եմ, ազգային անվտանգության ծառայությունում բավականին նյութեր ոչնչացրել են, բայց մտքովս չէր անցել, մի հատ տեսնեմ այդ ես չգիտեմ, հիմա անդիմադիրներին չեն գաղտնալսում, հիմա գաղտնալսում են նրանց, ում օրենքով սահմանված է գաղտնալսել, բայց ես դա կստուգ եմ։ Բանավոր խոսակցությունը լավ ժանր չի, որովհետև դա մեզ տանում է միտեղ, որ ես հիմա ասեմ, իմ բոլոր դիրքորոշումները արտահայտված են հրապարակային 2018 թվականից, դուք իմ դիրքորոշումներն էլ գիտեք, դիրքորոշումների փոփոխություններն էլ գիտեք, կասկածներն էլ գիտեք, տրանսֆորմացիան էլ գիտեք, ելույթներն էլ գիտեք, իմ որևէ տեղում ես կարող եմ մի բան ասել վստահաբար։ Այն օրվանից մինչև այսօր բանակցային որևէ սենյակում ես չեմ ասել որևէ բան, որը կհակասեր հրապարակային իմ արտահայտած դիրքորոշումներին։ Ցանկացած հայտարարություն ստուգելու համար համատեք իմ հրապարակային դիրքորոշումների հետ։ Համընկնում է, չի համընկնում, ուրեմն սխալ է։ Խնդրեմ։